Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարն է։ Իմ այսօրվա հյուրը գեղեցիկ ու երիտասարդ մի բլոգեր է, մարդ ով չի թաքցնում եւ չի ամաչում իր խնդրից, ինչի շնորհիվ այսօր ունի մեծ լսարան եւ ուժ ապացուցելու, որ սահմանափակումները չեն սկսվում ֆիզիկական կարողություններից, այլ մտածելակերպից։ Անջելա Փարսադանյանը պարզապես թիվ չէ վիճակագրության մեջ։ Նա մարդ է իր անցած ճանապարհով, պայքարով ու հաղթանակներով։ Ես Անջելան եմ Փարսադանյան, 23 տարեկան եմ, ապրում եմ Չարենցավանում, զբաղվում եմ բլոգինգով եւ սովորում համալսարանում, Սլավոնական համալսարանում։ Հիմնականում բարձրաձայնում եմ ոտքիս խնդիրը, խոսում հաշմանդամության մասին։ Սա ես եմ, 6 տարեկանում, մինչ իմ առաջին վիրահատությունը։ Դեռ այդ տարիքում իմ ոտքերի տարբերությունը կազմում էր 12 սանտիմետր։ Ես ծնվել եմ Չարենցավան քաղաքում եւ իմ խնդիրը առաջացել է բժշկի սխալի պատճառով, ավելի կոնկրետ նորայի։ Ազգանունը չեմ հիշում ճիշտ ասած։ Ինչպես կարող եք տեսնել, ոտքս նախկինում եղել է փոքրիկ մսագունդ։ Հայաստանում ինձ ոչ մի բժիշկ չէր վերցնում վիրահատության, բոլորը ասում էին 16 տարեկանից հետո։ Եթե 6 տարեկանում իմ ոտքերի տարբերությունը 12 սանտիմետր էր, կարծում եմ պատկերացնում եք, թե 16 տարեկանում ինչ էր լինելու, ես չէի կարողանա անգամ քայլել։ Հետո շատ պատահական հանդիպում ենք իմ բժիշկների եւ ինձ 6 տարեկանում առաջին անգամ վիրահատում են։ Սա նույնպես ես եմ արդեն առաջին վիրահատությունից հետո։ Կարծում եմ մեր երկրում այդ թեման մի փոքր խոցելի է, ինչպես նաև հաշմանդամներն նույնպես խոցելի են։ Ցանկանում եմ իմ փորձով օգնել իմ նման մարդկանց։ Բազմաթիվ մարդիկ դիտելով այս հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։ Նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է։ Ձեր մեկնաբանությունը, դիտումը եւ տարածումը շատ կարեւոր է մեզ համար։ Դրանով դուք ոչ միայն ձեր մեծ ներդրումն եք ունենում հաղորդման զարգացման, այլ նաեւ մեր հերոսների խնդիրների հանրահռչակման եւ լուծումներ գտնելու գործում։ Անջելա ջան, բարև ձեզ, շատ ուրախ եմ ձեզ այսօր տեսնել մեր տաղավարում։ Բարև ձեզ, ուրախ եմ գտնվել այստեղ։ Ես ուրախ եմ նաև, որ այսօր խոսելու ենք ավելի շատ ձեր հաղթանակների մասին, քանի որ դրանց հետևում իրոք բարդ ճանապարհ է, որն անցել եք ինքնուրույն։ Եվ մինչ այդ ուզում եմ ասեք, թե երբ եւ ինչպես սկսեցիք զբաղվել բլոգինգով, քանի տարի առաջ էր դա։ 2016 թվականն էր, ես վիրահատված էի Էլիզարով ապարատներով անկողնային վիճակում էի ու այդ ժամանակ դեռ TikTok չէր, Musical.ly էր, հարթակի անունը, ռուս աղջիկա վիդեո տեսա, հետաքրքրեց, ես էլ այդ էփներ բեռնեցի ու սկսեցի վիդեոներ նկարել։ Մենք ցավոք չենք կարող ընտրել մեզ բաժին հասած փորձությունները, բայց ունենք հնարավորություն ինքներս որոշելու, թե ինչպես դուրս գանք այդ փորձություններից, հա, ինչպիսի մարդ դառնանք այդ փորձությունները անցնելուց հետո։ Ես ուզում եմ նաև խոսեք ձեր անցած, ձեզ բաժին հասած փորձություններից եւ դժվարություններից նաև։ Իրականում ամեն ինչ էլ ավելի լավ անում, երբ դու դուրս ես գալիս զոհի կարգավիճակից ու ամեն ինչ վերցնում ես քո ձեռքը, այսինքն լացելու, ասելու թե խես ամեն ինչի մեծ պատահեց եւ այլն, դրա փոխարեն կարելի է ինչ-որ երգել, փնտրել ու ընդունել իրավիճակը այնպեսին, ինչպեսին որ կա, ես հենց այդպես էլ արեցի, վիրահատվում եմ արդեն 6 տարեկանից վիրահատվում եմ, վերջի վիրահատությունս եղել է մարտ ամսին, հիմա սպասում եմ նորին, կրկին մարտ ամսին։ Ինչ խնդիր է ձեզ մոտ։ Ես տարել եմ արյան վարակ, սեպսիս, ինչի հետևանքով քայքայվել է ձախ հոդս եւ նաեւ մատս, բայց դա այդքան էլ տեսանելի չէ։ Հետո Էլիզարով ապարատների միջոցով կատարվել է երկարացում, հիմա սպասում եմ էնդոպրոթեզավորմանը։ Այսինքն վաղ հասակում, վաղ տարիքում, հա, այդ խնդրի հետևանքով ծնվելուց հետո բժշկի սխալի պատճառով է տեղի ունեցել։ Շատ լավ։ Հաճախ երեխաները նաև վնասում են, նեղացնում են առանց գիտակցելու դա։ Ինձ հետաքրքիր է վաղ տարիքում արդեն նաև դպրոցական հասակում ինչ հիշողություններ ունեք։ Իրականում նման խնդրի չեմ բախվել, միայն մի դեպք է եղել, ինչի մասին իմ Instagram-ում խոսել եմ, բարձր դասանի տղաներն էին ինձ հետ կապված նկար նկարել, մի ոտքս երկար, մի ոտքս կարճ։ Այդ ժամանակ շատ է իրականում նեղվել, լացել եմ օրերով, ամիսներով, բայց հիմա ասենց խնդալով եմ նայում, որովհետև կարծում եմ պարզա չէ, ինչ տեսակի մարդն է ընդունակ նման քայլի, իսկ դասարանում չէ, միշտ բոլորի հետ լավ եմ եղել, միշտ ինձ հետ լավ են եղել։ Այսինքն մանկական տրավմաներ չունեք ձեր խնդրով պայմանավորված։ Չէ, անկեղծ չէ։
իրականում դա շատ լավ է, այսինքն չի եղել կողքից որևէ վերաբերմունք, որը ձեզ կնեղացներ, նեղություն կպատճառեր, թե դուք կարողացել եք դրանց նայել այնպես, որ դրանք ձեզ անհանգստություն, նեղություն չպատճառեն։ Իրականում որպես այդպիսին կոմպլեքսներ ունեցել եմ, միջորս ունեմ, չեմ թաքցնի, բայց որևէ տրավմաներ, որոնք մարդկանց վերաբերմունքից ելնելով մոտը ստեղծված լինեն, ոչ։ Միշտ շատ լավ շրջապատ եմ ունեցել ընտանիքում, միշտ շատ լավ են ինձ վերաբերվել ու երբեք չեն վերաբերվել այնպես, որ քո հետ մի բան այնպես չի։ Իսկ արդյոք սոցիալական ցանցը այն հարթակն էր, որտեղ դուք կարողացաք ինքնադրսևորվել եւ ինչու ոչ նաեւ փորձել եւ կարողանալ հաղթահարել ձեր մեջ եղած կոմպլեքսները։ Իրականում խնդրովս կիսվելը մտածված չէր, պատահական այդ ամեն ինչը ստացվել, ինձ նկարել էին առանց իմ իմացության տեղադրել սոցհարթակներ քայլելու ընթացքում, հետո դա շատ մեծ ակտիվություն հավաքեց տվյալ հոլովակը, շատ մարդիկ դրական կարծիքներ ուղղեցին ինձ, բայց որոշ ժամանակ հետո նաև բացասական կարծիքների հետ բախվեցի, ինչին պատրաստ չէի իրականում, միշտ ասենց կասենք, լավ, դե գրում են, թող գրեն, ինձ դա բացարձակ դա չի ցավեցնում, բայց այդ տենց չի, ինչքան էլ փորձես լավ, դե ոչինչ, գրեցին ես մի անգամը, չեն հասկանում բան, բայց չէ, խոցելի է իրականում մեկ-մեկ լինում շատ, բայց հիմա էլ ավելի թեթև եմ տանում, ուղղակի շատ բաներով էլ սոցիալական հարթակներում չեմ կիսվում։ Անժելա, ի սկզբանե, երբ որ բացեցիք, հա, ձեր էջը եւ սկսեցիք վիդեոներ այնտեղ տեղադրել, ձեր խնդրի մասին չէր։ Այսինքն, ի սկզբանե դուք չունեիք այդպիսի մտադրություն խոսելու խնդրի մասին։ Չէի պատրաստվում թաքցնել, բայց չէի պատրաստվում բլոգը սարքել հենց հաշմանդամության բլոգ։ Իմ մասին էր։ Ձեր անձնական բլոգ էր, այո։ Իսկ ձեր անձնականը, երբ որ ներկայացնում էիք, այդ ժամանակ հետևորդները հավաքվում էին, ձեզ սկսում էին հետևել, թե երբ որ սկսեցիք խոսել ձեր խնդրի մասին, այդ ժամանակ հենց անձնական բլոգի ժամանակ են ավելի շատ հետևորդներ հավաքվել, քան ոտքից հետո, ոտքի թեմայից հետո, բայց հիմա էլ բավականին ակտիվ են ու ինձ միշտ աջակցում են իմ հետևորդները, երբ ես խոսում եմ, բարձրաձայնում եմ ոտքիս խնդրի մասին։ Մենք էկրաններից այն կողմ տեսնում ենք գեղեցիկ մի աղջկա, ով կիսվում է, չգիտեմ, նաև իր հաջողություններով եւ դրական կողմերով, բայց ով է թաքնված էկրաններից այն կողմ։ Այդ խոցելիությունը, եթե դրան անդրադառնանք, Ես իրականում փակ մարդ եմ շատ, ինչքան էլ ես իմ TikTok-ի ուղիեթերների ժամանակ եմ շատ անմիջական բոլորի հետ խոսում եմ, հենց ինչպես, չգիտեմ, իմ 10 տարվա ընկերներ լինեն, բայց ես իրականում ավելի փակ եմ, անգամ ընտանիքիս անդամների հետ շատ բաներ կա, որ ոչ թե թաքցնում եմ, չեմ խոսում, այլ ուղղակի չեմ կիսվում, կամ եթե ինչ-որ իրադարձություն է լինում, սպասում եմ այդ ամեն ինչը անցնի հարթվի, նոր օրինակ մամայի հետ կիսվեմ, որովհետև մամա շատ սրտին ամեն ինչ մոտիկ է ընդունում, ընկերներիս հետ եմ նույն ձև, փակ, ավելի զուսպ։ Իսկ որ դժվարություններն ու հույզերն են մնում կադրից այն կողմ։ Կարծում եմ բոլոր 90%։ Ես Instagram-ում էլ TikTok-ում էլ ավելի շատ փորձում եմ ուրախ կոնտենտ տալ, չնայած վերջի շրջանում այդքան էլ չի ստացվում, բայց շատ բաներ ես չեմ թաքցնում, ուղղակի չեմ խոսում դրանց մասին սոցհարթակներում։ Դու բավականին մեծ թվով հետևորդներ ունես եւ հաճախ մարդիկ չունեն այն տարական հարգանքը դիմացինի հանդեպ էթիկան, հա, որը պետք է։ Եվ որ մեկնաբանություններն են, որ քեզ ամենաշատը գուցե վիրավորում են, ցավացնում են։ Գուցե նաեւ բարկացնում են։ Երկու նման մեկնաբանություն է եղել, որը պոետաշկաղոլացեմ հիմա որ հիշեմ։ Չասեմ էլի դրանց, չխոսեմ դրանց մասին։ Շատ լավ, իսկ կարող եք ասել դրանք անձնականին վերաբերող, հա, մեկնաբանություններ էին, ձեր խնդրին վերաբերող։ Ոչ միայն խնդրիս, այլ նաև ընտրությանս։ Շատ լավ։ Այսինքն խիստ անձնական կյանքին վերաբերող մեկնաբանություններ են։ Իսկ երբ որ ձեր խնդրին են կպնում, ես որովհետև տեսել եմ նաև այդպիսի մեկնաբանություններ։ Ինչպես եք վերաբերում, արդեն սովորել եք։ Իրականում սարկազմով, անգամ եղել է, որ TikTok-ի լայվերի ժամանակ ինչ-որ մեկը գրել էր տակդ ոտ չկա, որ քեզ սենց երևակայում ես, բա որ ոտ լիներ ինչ կանեիչ, ասի սպասի է, սա կբուժեմ, կտեսնես էլ ավելի ոնց կերևակայում, տենց բաների սարկազմով եմ վերաբերվում, իրանց գրածին իրանց նման պատասխանում անցնում առաջ, բայց երբ ավելի անձնական վիրավորանքներ են հասցնում, դրանց առաջ աշխատում եմ բացարձակ
Չանդրադառնալ ուղղակի։ Երբ որ դու սկսում ես խոսալ խնդրի մասին, երբ որ մարդկանց նաև հիշում եմ ռիլերից մեկը, որտեղ դու բացատրում էիր ինչ է հաշմանդամություն եւ ինվալիդ բառը, հա, հաշմանդամ, ինվալիդ, դրանք պետք չէ օգտագործել։ Ո՞րն էր խնդիրը։ Մարդիկ երբեմն չեն պահում այդ կոռեկտությունը եւ կարող են զուտ բառի ռուսերեն տարբերակը որպես վիրավորանք հա ներկայացնել, փորձել վիրավորել։ Այդպիսի դեպքերի դու անձնական կյանքում ես հանդիպել, որ տեղափոխել ես այդ հարթակ, թե այլոց, հա, խնդիրը տեսնելով ես որոշել այդ մասին բարձրաձայնել։ Իրականում այլոց խնդիրը տեսնելով հենց կոնկրետ ինձ չեն ասել, մեկնաբանություններում գրել են ինվալիդ, բայց որպես այդպեսին դեմարդեմ չեն վիրավորել ինձ ու այդտեղ չհասկացան շատերը միտքը, թե ինչու ես ասացի մի ասեք ինվալիդ, ասեք հաշմանդամություն ունեցող անձ ու սկսեցին դե նույն բառն ինչ կապ ունի ռուսերեն թարգմանությունը եւ այլն, բայց սենց մի հատ խոսք կա, որ ասում է то, что у тебя болит, больному говори, здоровый не поймёт, դրիվ այդ բանն էր։ Ես մասնագիտության բերումով որոշ ժամանակահատված սկսեցի ուսումնասիրել նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները եւ դրանք շատ են, բազմաթիվ ու տարաբնույթ են եւ ցավոք սրտի ինքս ինձ համար նաև բարձեցի, որ մեր հասարակության մեջ քիչ չեն նաև խտրական վերաբերմունք եւ կարծրատիպերը։ Դու քո մաշկի վրա դրանցից ո՞րն ես զգացել։ Երևի մեծը անձնական կյանքի հետ կապված, որտեղ ով քեզ պետք է ուզի, դու ոնց պետք է երեխա բերես, քեզնից ծնված երեխան ինչ պետք է լինի, ամենաերևի շատը դա մնացածի հետ կապված չէ։ Մեկ էլ դասարանում որ օրինակ գնում ենք էքսկուրսիա սահադաշտ, դասիկս միշտ ասում էր չէ դու չքշես հանկարծ, որ մի բան լինի բասենց, բայց դե բնականաբար դասիկիս եմ հասկանում, դա շատ մեծ պատասխանատվություն է մարդես, եթե իրոք ինչ-որ բան լիներ, բայց չէ, ես միշտ բասկետբոլի եմ գնացել, վոլեյբոլի եմ փորձել գնալ, սահադաշտել եմ գնացել, որպես այդպեսին խտրականություններ չեմ բախվել, միայն այդ անձնական կյանքի հետ կապված շատ կարծրատիպեր կան, որ եթե դու հաշմանդամ ես, դու չես կարող ունենալ լավ ու անկեղծ սիրող կողակից, ով էլ կողքդ ազուտ խղճահարությունից ելնելով կողքդ։ Իսկ ինչպես ես դրանց արձագանքում, ինչպես ես դրանք հաղթահարում։ Գիտեք, ոնց եմ մտածում, հիմնականում նման կարծրատիպեր առաջ են բերում կանայք ու աղջիկները ջահել։ Իմ համար այդ ճիշտն ասած աբսուրդի ժանրից։ Երբեք ոչ մի երջանիկ կին աղջիկ չի կարող դիմացի աղջիկան վարքաբեկել, փորձելով նրա հաշվին ինքնահաստատվել, դրա համար ես ուղղակի նման կերպարների խղճում եմ։ Բայց նաև ձեզ այսպես ագրեսիվ են երբեմն բնութագրում, հա, որովհետև նաև արժանի պատասխան եք տալիս։ Ինձ թվում է դա ավելի պաշտպանողական ռեակցիա փոքրուց իմ մոտ, որ չգիտեմ, համապատրաստի սպասում, երբ պետք է մեկը մի բան ասի, որ պատասխանեմ։ Բայց ինձ հետաքրքիր է միշտ ձեր ինքնագնահատականը այդպես բարձր է եղել, թե դուք դրա վրա աշխատել եք ժամանակի ընթացքում։ Միշտ ցույց եմ տվել, որ իմ ինքնագնահատականը բարձր է։ Մեծ աշխատանք է դրա տակ թաքնված եղել։ Շատ։ Մինչև հիմա էլ աշխատում եմ այդ ուղղությամբ։ Իսկ այդ աշխատանքը ինչպես էր դրսևորվում կողքից, մարդիկ, հարազատներ, ընկերները տեսնում էին, թե այդ ամեն ինչ ձեր մեջ էր տեղի ունենում։ Իմ մեջ ես չեմ կիսում երբեք ոչ մի կետի ներքև։ Ամբողջ ներքին պայքար է եղել։ Ձեր մեջ է եղել ամբողջ պայքարը եւ կարողացել եք։ Ամենաբարդը որ խնդիրն է եղել, որ կոմպլեքսն է եղել, որ հաղթահարել եք, անցել եք առաջ։ Հենց քայլվածքից հետ կապված դա դեռ չեմ հաղթահարել, դրա համար հենց վիրահատվում եմ, քանի որ բժիշկները ոչ մի բժիշկ ինձ խորհուրդ չի տալի իմ տարիքում էնդոպրոթեզավորում կատարել, քանի որ տվյալ վիրահատությունը չեն կատարում երիտասարդ տարիքում, բայց քանի որ այդ իմ գերնպատակն է իմ կյանքի, որ ես պետք է ունենամ ուղիղ քայլվածք, ես այդ քայլին գնում եմ ու հիմա էլ նաև առաջ ոտքը շատ բարակ էր, քանի որ չկար մկանային մասսա, հիմա ես շատ ակտիվ պարապում եմ, հետևում եմ իմ սննդին, դրա հետևանքով արդեն 9 կիլո քաշ եմ հավաքել ու փորձում եմ կազմվածքս բերել իմ երազանքների իդեալական կազմվածքին։ Եվ ընթացքում նաև ձեր ինքնագնահատականն է, այո, դրանից բարձրանում։ Հիմա հա ինքնագնահատականս դա ձեր վարքի վրա ինչ-որ կերպ անդրադառնում է։ Չէ, ինձ թվում է ես միշտ այնպեսին եմ, ինչպեսին որ կամ։ Ամբողջն է, այսինքն ձեր ներսում տեղի ունենում։ Արտաքինից երբեք ոչ մեկ ոչինչ չի հասկանում։ Շատ մտերիմ մարդիկ կարծում եմ, շատ մտերիմ մարդիկ, մնացածը ոչ։ Մարդուց կարելի է ամեն ինչ խլել, բացի վերաբերմունքը սեփական անձի հանդեպ, հա, եւ հենց այդ վերաբերմունքն է, որ կերտում է մեր եսը, մեր մարդ տեսակը։ Եվ եթե մենք մեզ սիրենք այնպեսին, ինչպեսին կանք, հարգենք այնպեսին, ինչպեսին կանք, ընդունենք մեզ մեր խնդրով եւ առավելություններով, հանդերձ հաստատ դիմացինի եւս կստիպենք դա անել։ Դուք դրանում երևի ամենալավն եք համոզվել։
Իրականում ես ինձ շատ հարգում եմ ու գնահատում եմ, բայց ես ինքս իմ հանդեպ շատ խիստ եմ։ Իմ համար միշտ քիչ եմ արել, կարա ավելի շատ անեի, խի ես ամիս օրինակ սենց արեցիր, կարա իր ավելին աներ, ավելին ու դրանից ոնց որ ես ինքս ինձ նեղացնում եմ։ Ու ընկնում եմ սենց ինչ-որ ապաթիայի մեջ, ասում եմ, չէ, դու ավելինն էիր ընդունակ խի, ու հետո սենց մի հատ մոտս ասում լավ, հանգստացի, լավ ես արել, ոչինչ, դեռ լիքը ժամանակ ունես, էլի կհասցնես, սենց ինչ-որ խառը էմոցիաների մեջ եմ լինում։ Բայց վերջնական արդյունքը ձեզ չի գոհացնում։ Երբեք։ Ոչ աշխատանքում, ոչ անձնական կյանքում, ոչ թեկուս արտաքին տեսքի հետ կապված, ոչ մի բանում։ Ինչն է պատճառը ձեզ։ Ավելին եմ ինձնից պահանջում միշտ, շատ ավելին։ Իսկ հետևորդների կողմից եկող դրական կարծիքներն, արձագանքները էլի չեն ստիպում, որ դուք կողմնաք ձեր։ Իրականում ես շատ եմ իրանց սիրում, անկեղծ եմ, որ սենց զուտ խոսքեր չի, որ ես բլոգեր եմ, իմ աուդիտորիային շատ եմ սիրում, չէ, որովհետև մեկ ինձ բաներ են գնում, որ ես սենց մտնում կարդում ու սկսում լացել, թեկուզ լայվերի ժամանակ իմ հետ նենց եմ, ոնց որ ես իրանց մտերիմ մարդը լինեմ, շատ անմիջական եմ ես իմ հետևորդների հետ ու նույնը ստանում եմ ի պատասխան, բայց այդ չէ, իմ հանդեպ իմ խստությունը չի թույլատրում։ Հիմա ասում եք արդեն ոտքի հերթական վիրահատությանն եք պատրաստվում, երբ որ հասնեք ձեր վերջնական ուզած երազած վերջնական արդյունքին եւ տա Աստված, որ հնարավորինս արագ հասնեք, ինչ կփոխվի ձեր կյանքում։ Անկեղծ ասած, այդ իմ համար նենց մի հատ անկատար բան է, այս պահին թվում, որ ես չեմ պատկերացնում, որ այդ ամեն ինչը տեղի ունեցավ, ես ինչ ռեակցիա պետքա տամ, ինչ պետք է ապրեմ, անկեղծ չեմ պատկերացնում։ Բայց ուզում եք շատ։ Հա, շատ եմ ուզում։ Երբ է նախատեսվում վիրահատությունը, արդեն նշանակված կա օր, թե մարտին պետքա տիտան են տեղադրել ոտքիս մեջ, տիտանը հանեն, դրանից 2-3 ամիս հետո արդեն էնդոպրոթեզավորման գնամ։ Անժելա, դուք նայեք կարողացել եք հաղթահարել բոլոր այն խնդիրները, բոլոր այն դժվարությունները, գոնե արտաքին աշխարհի համար այդպես է թվում, հա, որոնք ձեր առջև եղել են, որոնց միջոցով դուք անցել եք, բայց շատերը չեն կարողանում դա հաղթահարել եւ կոմպլեքսավորվում են, մեկուսանում են, այդպիսի մարդկանց ինչ խորհուրդ կտաք, որպես մեկ ով արդեն անցել է այդ ճանապարհով։ Ինձ թվում է ուղղակի այլ ընտրություն, այլ ելք չկա, կամ պետք է անես, կամ չկա, ուրիշ տարբերակ չկա։ Ուղղակի պետք է անել, այսինքն ընտրություն չի էլի, որ կամ ես հաղթահարում եմ, կամ ինչ, չկա, ուրիշ այդ երկրորդ տարբերակը չկա, պետք է հաղթահարես։ Դրա համար ցավոք սրտի շատերը այդ պետք է հաղթահարես, հա, դա իրենց համար սկզբունք չեն դարձնում եւ մեկուսանում են։ Իրենց խնդրով մեկուսանում են, իրենց ինքնագնահատականն են ընկնում, իրենց կյանքի որակն է դրանից տուժում։ Ինչպես մոտիվացվեն։ Այդ օրինակ ունեցել ես պահեր, երբ որ այսպես հուսալքվել ես, երբ որ որոշել ես ուղղակի հանձնվել, ունեցել ես այդպիսի պահեր, ինչպես ես կարողացել դուրս գալ այդ վիճակից։ Ինչպես ես մոտիվացվել։ Իրականում ես միշտ ինձ մի քանի օր ժամանակ եմ տալիս, եթե ինչ-որ հուսահատությունա մոտոց կամ վատ իրադարձությունա տեղի ունեցել, ասում դու ունես օրինակ 3 օր ժամանակ, այդ 3 օրը մտնում ես սենյակ, քեզ տալիս ես պատերով, լացում ես ինչքան կարաս, 4 օրը դուրս ես գալիս ու ոչ մի բան չի եղել, գնում ես քո գործերին։ Ու նույնն էլ այդ մարդկանց եմ խորհուրդ տալի, որովհետև անցնելու են տարիներ, կներեք ու իրենք հետ են նալու ասելու նխի ես այսքան ժամանակ կորցրեցի զուտ իմ ներքի խնդիրների, մտածմունքների պատճառով։ Այսինքն զղջալու են չարացի համար, երբեք արածի համար։ Այո, միշտ զղջում են չարածների համար։ Զղջալ։ Շատ լավ։ Եվ առաջիկայի համար ծրագրեր, նպատակներ վիրահատությունից բացի ունեք։ Անկեղծ ասած դեռ ոչ, թե աշխատանքի հետ կապված, հիմա սովորում եմ համալսարանում։ Մասնագիտությամբ։ Գաստրինչное дело։ Հիմա սովորում եմ համալսարանում, բարեհաջող ավարտեմ, վիրահատություններս անեմ, մնացածը արդեն ընթացքում պարզ կլինի։ Իսկ այդ մասնագիտությունը սիրելով եք ընտրել։ Պատկերացնում եք այդ ոլորտում։ Անկեղծ ասած հանդում եմ հայտնվել տվյալ ֆակուլտետում, բայց սիրում եմ, շատ սիրով եմ գնում համալսարան շատ, թե իմ համալսարանի երեխեքին եմ շատ սիրում, թե դասախոսներին։ Իսկ եթե համեմատենք մի քանի տարի առաջվա հետ, հիմա հասարակության մեջ վերաբերմունք, կարծրատիպեր փոխվել են, թե ոչ։ Կարծրատիպեր չի ասի, վերաբերմունք հենց իմ անձին նկատմամբ, այո, ուր գնում եմ ինձ ճանաչում են հիմնականում դրական էմոցիաներով են մոտենում, շատ քիչ է լինում, որ սենց ինչ-որ թարսնային կամ երբզն տեսարով էր, բայց սենց վատ բանով էլի տեսարով էր, չէ, հիմնահամալսարանում են մոտիկանում լիքը աղջիկներ գրկում, լիքը լավ բաներ ասում, սենց այդ բան ես եմ կարմրում ամաչում, փոխվել է շատ ճանաչում են ու միշտ լավն են հիմնականում ասում։
Բայց համաձայն եք, չէ՞ որ ձեր հետևորդներն են նաև ձեզ ուշ տվել դառնալու այն մարդը, ով հիմա կա։ Միանշանակ։ Այսինքն եթե չլիներ բլոգինգը, ձեր կյանքը գուցե այլ կերպ ընթանար, այլ կերպ դասավորվեր։ Հաստատ այդպես էր լինելու։ Նաև կարող է ինքնագնահատականս ավելի ավելի վատ իրավիճակում լիներ, քան հիմա։ Ինձ որ ասում եմ, ես իրան շատ եմ սիրում, այդ անկեղծ եմ ասում։ Այսինքն գերակշռում են միայն լավ կոմենտները։ Գերակշռում են լավ կոմենտները, լավ մեկնաբանությունները, լավ կարծիքները, բայց մի հատ կարող է նենց մեծ մասշտաբի վատը լինի, որ այդ միանգամից այդ սաղ լավը ոչ թե փակում է, այլ քո աչքերի դեմը սևանում է, այդ մի հատ վատն ես ստանում, այն մնացած լավին չես ստանում։ Իսկ հարազատներդ ինչպես են վերաբերվում։ Ի սկզբանե տանեցիներս լավ դե երեխա նկարում է, էլի ոչ մի վատ բան չի անում թողանի, հետո արդեն երբ որ տեսան թե ինչերի կարա հասնի բլոգինգը մարդուն, սկսած եկամուտից, վերջացրած ճանաչելիությամբ արդեն էլ ավելի լուրջ են վերաբերվում։ Պապաս գալիս է, ասում այն օրը ընկերս քո վիդեոներ ցույց տալիս։ Փաստորեն դու տենց հայտնի ես, հա, ասում հա, պապ ջան։ Արի ու տես։ Բայց իսկ սկզբանե երբ որ նոր էիք սկսել վարել, չէին ասում լավ, ինչի ես ժամանակը դրա վրա վատնում։ Բացարձակ։ Չէ։ Չէ, ինձ լույս էին անգամ նվեր առել, չէ։ Ողջունել են։ Իսկ գուցե տեսել են, որ դուք դրա մեջ լինելով ավելի ուրիշ մարդ եք դառնում, ավելի ուրախ եք, ավելի, չգիտեմ, ակտիվ եք դառնում։ Այսինքն ի սկզբանե բլոգինգը գուցե ձեր վարքի բնավորության վրա այսպես դրական ազդեցություն է թողել, դրա համար ծնողներն էլ խրախուսել են։ Չէ, ասի, որովհետև քանի տարեկան էի, 16 թվական, 14-15 տարեկան էի, ես ամեն օր պատրաստվում էի, լույսը դնում էի դիմացս, երևի 2-3 ժամ վիդեո էի նկարում, սենյակից դուրս չէի գալիս։ Բայց այդ ժամանակ բլոգինգը Հայաստանում դեռ նոր էր սկսել, այո, հեյթը ավելի շատ էր, քան հիմա, որովհետև հիմա հոլովակ նկարելը ավելի արագ եւ հեշտ է ստացվում, թե հոգեպես, թե հա, ֆիզիկապես կատարելը, քան առաջ, բայց չէ, մերոք միշտ լավ են նայել, չեն արգելել որպես այդպիսին։ Ուղղակի լուրջ չեն վերաբերվել։ Իսկ ամենաթերահավատը ով էր, որ կհասնեք հաջողության։ Գուցե Ընկերական շրջապատում, ընկերուհի եմ ունեցել, դպրոցական տարիներում շատ անհաջող, ճիշտ ասած, ես նախկին մարդկանց մասին չեմ սիրում վատը խոսել, բայց իր մասին ինձ թվում է պարտավոր եմ վատը խոսել։ Միայն այդ ընկերուհին, որ հալավ դե ինչ ես անում, անիմա ժամանակդ ես կորցնում, բայց փառք Աստծո ինք այլևս շատ վաղուց վանից իմ կյանքում չկա ու իմ կյանքում տեղ չունի ու բոլորին հորդորում եմ նման մարդկանցից միշտ հեռու մնալ։ Անժելա, իսկ եղել է դեպք, երբ որ դրսում կամ հասարակական միջավայրում որևէ ստացել եք ձեր հասցեին ուղղված, հա, որևէ վատ մեկնաբանություն կամ արտահայտություն, որին արձագանքել եք տեղում։ Անկեղծ ասած չեմ հիշում նման բան, հա միշտ արձագանքում եմ, միշտ, անգամ եթե կան չէ տղաները, որ կողքներով անցնում են, շվացնում են կամ տենց ինչ-որ բան, իրանց էլ եմ արձագանքում, սուսպուս չեմ գլուխս կախում էլ գնում, չէ, չեմ հիշում, որ այդպիսի դեպք, որ կամ հենց ոտքիս հետ կապված ինչ-որ մեկը մեկնաբանություն թողած լինի, հիմնականում սաղ միայն մեկնաբանություններում։ Իսկ ձեր բլոգինգով դուք փոփոխություն զգում եք, բերել եք փոփոխություն մարդկանց վերաբերմունքի մեջ, նաև ինչու ոչ տեղեկատվության, հա, տարածման առումով։ Իրականում ինձ շատ մարդիկ են գրում, անգամ վերջերս մի կին էր գրել, ով կարծում եմ մոտ 40-50 տարեկան կլիներ ու պատմեց իր պատմությունը, որ նա եւս ունեցել է խնդիր վաղ ժամանակներից, կիսվեց իր փորձով եւ այլն, նաեւ շնորհակալություն հայտնեց, որ ես նման թեման բարձրաձայնում եմ ու շատ նմանատիպ նամակներ եմ ստանում ու դրանով հպարտանում եմ շատ, որ ես հասել եմ այն կենտին, որ մարդկանց թեկուզ չնչին չափով օգնում եմ ընդունել իրենց խնդիրը ու տեսնել, որ իրանք մենակ չեն, շատ է, չէ լինում, որ ինչ որ վատ բան է մեր հետ պատահում, մտածում ենք սաղ աշխարհում մենակ մենք ենք սենց խնդրով, սաղ աշխարհը փուլ եկավ մեր գլխին, մենք մենակ ենք ու երբ որ տենց նամակներ եմ ստանում, ես հասկանում եմ, որ այդ մարդիկ մտածում են, որ ես էլ կամ, իրանք մենակ չեն, ես էլ մտածում եմ, որ իրանք կան, ես մենակ չեմ։ Մոտիվացնում եք մարդկանց նաև։ Փորձում եմ, գցում եմ։ Եվ ամենաբարդ փուլը որն է եղել ձեր կյանքի, որն անցել եք։ Որն եք համարում ամենաբարդը։ Ամենաբարդը։ Չգիտեմ որը նշեմ առաջինը երևի վերջին վիրահատությունս Էլիզարով վիրահատություններս 2016 թվականին էր, ուղղակի այդ ժամանակ մի փոքր բարդություններ տեղի ունեցան,
Հիմնական կարծում եմ դա ամենաբարդ փուլը դա է եղել։ Այսինքն նկատի ունեք հետվիրահատական շրջանը, թե այդ վիրահատությունը կայացնելու որոշումն է եղել բարդ։ Էլիզարով ապարատներով ես պարկած էի ու այդ ընթացքում մենք նաև գնում ենք Միքայելյան հիվանդանոց ֆիզիոթերապիայի, քանի որ ապարատով էր ֆիզիոթերապիան, ապարատը ոնց որ ինքը ձգում էր ներքև ոտքս հենց Էլիզարով ապարատներով։ Ինքը ցավոտ Շատ պրոցեդուրա ցավոտ էր ու դրա հետևանքով մի փոքր բարդություն տեղի ունեցավ, այսինքն եթե ոտքս պետքա ամեն օր չնչին միլիմետրով երկարացնեինք մենք, ինքը միանգամից բացվեց մի գիշերում, այդ գիշերը շատ լավ եմ հիշում, ամենաբարդը դա է եղել, բայց հիմա բարեբախտաբար ամեն ինչ կարգին է, տեղում էլ ամեն ինչ հարթվեց, ուղղակի այդ պահն էր, որ շատ վախենալու էր թվում։ Հաջորդ վիրահատությունը, որին պատրաստվում եք, կարծեմ ասացիք, դա էլ բավականին բարդ վիրահատություն է եւ խորհուրդ չեն տալիս երիտասարդներին, ինչու խորհուրդ չեն տալիս, ինչու է կայանում բարդությունը դրա։ Հենց տվյալ պրոթեզը ունի սահմանաչափ, այսինքն իրեն մի քանի տարին մեկ պետքա փոխարինել եւ քանի որ ես ավելի տարիքով երիտասարդ եմ, բնականաբար այդ սահմանաչափը էլ ավելի արագ է ավարտվելու, պլյուս ասում են բժիշկները, որ հղիության ընթացքում եւ ծննդաբերության ընթացքում կարող է բարդություններ առաջանալ։ Բայց այնուամենայնիվ որոշել եք։ Հա, միանշանակ։ Ես իրանցել եմ ասել, ինչ ուզում ալինի, հրեշտակել երկնքից իջնի, ես այդ վիրահատությունը անելու եմ։ Բայց դա արդեն կլինի վերջնական վիրահատությունը, որը կտա ձեր ցանկալի արդյունքը։ Ճիշտն ասած, ինձ ոչ մեկ 100%-ով ոչ մի բան չի ասում։ Ես գնում եմ Նույնիսկ վիրահատության, ելքը։ ասվոյ страх и риск, չգիտեմ ինչ կլինի։ Շատ լավ։ Էլի ունեցել եք կյանքում այդպիսի որոշումներ կայացնելու անհրաժեշտություն, երբ որ այսպես երկընտրանքի առաջ եք կանգնած եղել եւ Երևի արդեն անձնական կյանքում որի մասին չեք ուզում խոսել։ հա, որի մասին չեմ խոսում հասարակ ոչ միտեղ այլևս։ Շատ լավ։ Մի ամերիկացի գրող դասախոս կար, Հելեն Քելլերը, սիրում եմ իրեն հաճախ հիշատակել, որովհետև ինքն էլ վաղ տարիքում կորցրել էր տեսողությունը եւ լսողությունը, բայց կարողացավ իր կյանքը այնպես ապրել, որ այս դարձավ կրթության եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համաշխարհային պաշտպանության համաշխարհային խորհրդանիշ, այսպես եւ սա լավագույն ապացույցն է, որ մարդը միայն պայքարելով կարող է հաղթել եւ ոչ երբեք հանձնվելով։ Ես ուրախ եմ, որ դուք եք այդ տեսակը եւ տա Աստված, որ ձեր ձեռնարկած բոլոր գործերը հաջողեն եւ հաջորդ զրույցը լինի ինչու ոչ արդեն ամենամեծ հաղթանակի մասին ձեզ, որը ձեր իրավիճակում գտնվող շատերին նաեւ հույս կտա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, եթե չունեք ավելացնելու բան։ Չէ։ Չկար բան, որի մասին կուզեիք բարձրաձայնել, բայց բաց թողեցինք։ Չէ, կարծում եմ ամեն ինչ մասին խոսեցինք։ Եղավ, շնորհակալ եմ շատ անկեղծ զրույցի համար, ձեզ հաջողություն եւ առողջություն։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրը երիտասարդ բլոգեր Անժելա Փարսադանյանն է։ Դուք եւս կարող եք մեր մեկնաբանությունների դաշտում թողնել ձեր պատմությունը եւ մենք պատրաստ ենք դրան նույնպես անդրադառնալ։ Նախագծի գործընկերն է Ձերժավա ընկերությունը։ Բազմաթիվ մարդիկ դիտելով այս հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։